Վենսը Հայաստանում է թրիփի շուրջ քննարկումները շարունակելու համար։ Ուղին, որի շուրջ խոսում են Երևանում եւ արտասահմանում, քարտեզի վրա հստակ տեղ ունի՝ Սյունիք։ Այս պահին Սյունիքում ամեն ինչ սովորական է, բայց սովորականը դառնում է ժամանակավոր, երբ արտաքին քննարկումները մոտենում են ներքին տարածքներին։ Այս ֆոնին սյունեցիներին հարց ունենք. իրենց համար պարզ է, թե ինչ ուղու մասին է խոսքը եւ ինչպես կանդրադառնա նրանց վրա։ Չգիտեմ ճիշտն ասած։ Դե շրջափակման մեջ ենք, օղակի մեջ ենք հայտնվում։ Եթե այդպիսի բան լինի, օղակի մեջ ենք հայտնվում։ Տխուր է, ողբերգական։ Չէ, առաջ շրջափակման մեջ չէ, հիմա բացվում է։ Դրանից լավ բան չկա։ Խաղաղություն է։ Դա իրոք լավ է։ Մենք չենք կարող գնահատել լավը։ Ես մտահոգություն ունեմ շատ մեծ, որ մենք կորցնում ենք մեր հայրենիքը այդքան բան։ Հայկական ասացված կա շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցը թաց մի դիր։ Մենք այն շների մեջ ենք, որ փայտը պարտադիր պիտի մեր ձեռքը ունենանք, որ փայտը դրեցին գետնի, մենք կործանվելու ենք։ Իսկ Թրամփի ուղին փայտը ձեռքից վայր դնել է նշանակում այդքան բան։ Սա մտահոգություն։ Միան լավն եք սպասում, որ լինի։ Բայց կլինի, ինչ եք կարծում։ Դա արդեն մեր ղեկավարությունից է կախված։ Իսկ ես ղեկավարությունը կկարողանա ապահովել այդ լավը։ Ոչ։ Բա ումից եք սպասում այդ լավը։ Նոր ղեկավարի։ Հայաստանի հանրությունը, ըստ քաղաքագետի, այդքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ հետևանքներ է ունենալու թրիփը Հայաստանում։ Եթե ծրագիրը ընդգրկեր նաև Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը, Սյունիքը կվերածվեր գործակցության գոտու, բայց հիմա հակասությունների կենտրոն է դառնում, ասում է Դանիելյանը։ Իրենք հայտնվում են աշխարհաքաղաքական հակամարտության մեջ, եւ այդ հակամարտությունը գնալու է իրենց տարածքում։ Մենք չգիտենք այդտեղով միայն բեռներ են գնալու, թե բեռներ չեն գնալու, գուցե այդտեղով զորքեր են գնալու, ռազմական ապրանքներ են գնալու, գուցե այն երկրները ում շահերից դա չի բխում, իրենք լեգիտիմ իրավունք ունենան հարվածելու նաև հենց Սյունիքի վրա, այդ ճանապարհի վրա։ Սյունիքում սոցիալական ծրագրեր կիրականացնեն, որն իմիտացիա կստեղծի, թե կենսակերպ է փոխվում։ Քանի Սյունիքում հակասությունն է գերիշխում, ոչ թե գործակցությունը, դրական ազդեցությունը կարճ կտևի, կարծում է Դանիելյանը։ Թրիփի շրջանակում Հայաստանը պետք է պահանջի անվճար ելք ունենալ դեպի ծով, որը միջազգային մի շարք կոնվենցիաներով ամրագրված է, ընդգծում է Թաթուլ Մանասերյանը։ Սա իրապես օգուտ կլինի։ Սա մեր դիվանագիտական կորպուսի եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը պետք է լինի պահանջել, ոչ թե խնդրել։ Ուշադրության արժանի են գյուղատնտեսական հարցերը, որն անմիջական ազդեցություն են ունենալու սյունեցիների եւ ընդհանրապես գյուղատնտեսությամբ զբաղվողների համար։ Մրցունակ է տեղական ապրանքը։ Մեր ուսումնասիրություններով ոչ, նշում է Մանասերյանն ու զգուշացնում, կարճ ժամանակում Թուրքիան գրավել է եվրոպական մի շարք լուրջ շուկաներ։ Գերմանիան, Հոլանդիան, Ֆրանսիան, նրանք անգամ սուբսիդավորմամբ չեն կարողանում իրենց գյուղմթերքները պահել այն մակարդակի վրա, որ մրցակցեն թուրքական ապրանքների հետ։ Ուրեմն մենք չենք կարող հավակնել ավելի հզոր լինել, քան այդ եվրոպական երկրները, այստեղ եւ հաշվարկներ են պետք, եւ պետք է նախապատրաստել տնտեսությունը դիմակայելու բոլոր այս ռիսկերին։ Կառավարությունը որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի մասնագիտական շրջանակի կարծիքը։ Այսօր, ըստ Մանասերյանի, չկան քննարկումներ։ Նախկին փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանն էլ կարծում է, թրիփն օգնում է Միացյալ Նահանգներին ապահովել ռազմավարական մուտք, կառուցել հաճախորդների ցանցեր, կանխել մրցակիցների կողմից հիմնական երթուղիների վերահսկողությունը, իսկ Ադրբեջանին ռազմական դերակատարից վերածում է տարածաշրջանային կարգի շահագրգիռ կողմի։ Անիա Բաղյան, Մեհեր Դավթյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։